Բարև ձեզ հետ կրկին Սուրենն է Restore-ից եւ այսօր խոսելու ենք տարվա ամենասպասված խաղերից մեկի մասին։ Հələ սպասում եք, որ պետք է ասեմ, որ խաղն է, բարձի որ GTA 6-ն է։ Գնացինք։ GTA 6-ի կանխատեսվող թվերը պարզապես հսկայական են։ Վերլուծական գնահատականների համաձայն նախնական տվյալների միայն առաջին շաբաթում GTA 6-ը կարող էր ապավել մոտ $260 միլիոն։ Իսկ թողարկման առաջին շաբաթվա ընթացքում խաղի եկամուտը կարող էր հասնել 3.3-ից ուշադրություն 5.2 միլիարդ դոլարի։ Փաստ համար առաջի GTA 6-ի պաշտոնական թողարկման ամսաթիվն է 2026 թվականի նոյեմբերի 19։ Նախկինում նշված էր թողարկման ամսաթիվը մայիսի 26-ը, սակայն Rockstar Games-ը հետաձգեց, որ սպասված որակը ել ավելի բարելավի։ Փաստ համար 2 GTA 6-ը պաշտոնապես թողարկվել է PlayStation 5-ի եւ Xbox-ի S եւ X սերիաների համար, բայց համակարգչով խաղացող ցանկացողները թող չտխնեն, քանի որ շուտով լինելու է նաեւ համակարգչի համար տարբերակ, սակայն ժամանակահատվածը դեռևս բարձ չէ։ Փաստ համար 3 գինը եւ տարբերակները։ Խաղը թողարկվելու է երկու տարբերակով՝ Standard Edition եւ Ultimate։ Ստանդարտի արժեքը արդեն հասանելի է ամերիկյան $79.99, բայց արժեքը կարող է փոփոխվել պայմանավորված լինելով տվյալ երկրի հարկերից եւ վաճառող հանձրայից։ Փաստ համար 4 գլխավոր հերոսները եւ աշխարհը։ Խաղի գործողությունները զարգանալու են Լեոնիդա նահանգում, որի ամենահայտնի հատվածը հենց Vice City-ն է։ Գլխավոր հերոսներն են Ջեյսոնը եւ Լուսիան, որոնց թվացial պարզ գործարքը լրիվ այլ ուղղությամբ է գնում ու որի պատճառով իրանք հայտնվում են քրեական դավադրության մեջ։ Թրեյլերներում երևում են ճանապարհային քաղաքային տարածքներ, բնակելի տարածքներ, ծովափնյա տարածքներ, սակայն վերջնական քարտեզը Rockstar-ը դեռ չի թողարկել։ Փաստ համար 5 խաղի on-line տարբերակ։ Խաղի on-line տարբերակի համար դեռևս ինֆորմացիա չկա, քանի որ հիմնականում Rockstar-ը հրապարակում է գլխավոր հերոսուհու եւ հերոսի կյանքի արկածների ու պատմության մասին, բայց չի բացառվում, որ շուտով լինելու է։ Սպասեք։ Փաստ համար 6 լեզուների ցանկը։ GTA 6-ի լեզուների պաշտոնական ցանկը դեռևս հայտարարված չէ, բայց օդում լուրեր են պտտվում, որ նաև ռուսերենն է լինելու։ Պատրաստվի GTA 6-ի թողարկմանը նախապես գնելով քո խաղային կոնսոլերը։ Ինչպես նշեցի, կարող եք նախապես խաղալ միայն PlayStation 5-ով կամ Xbox-ի ցանկացած սերիայով։ Իսկ եթե դեռ չեք կողմնորոշվել դրանցից որն է ձեր պահանջին համապատասխան, մոտեցեք մեր ցանկացած Restore վաճառասրահ եւ մեր պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն ձեր գրագետ եւ ճիշտ ընտրության համար։ Իսկ դու GTA 6-ը ո՞ր խաղային կոնսոլով ես խաղալու, PlayStation 5 թե Xbox Series S կամ X։ Գրիր մեկնաբանություններում եւ բաժանորդագրվիր մեր ալիքին, որպեսզի բաց չթողես պաշտոնական ոչ մի լուր։ Կհանդիպենք։